Պարոն Ռուստամյան, Վարդգես Գասպարին ձեր կուսակցության համար քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։ Մեր կուսակցության չափորոշիչները չեն, որ քաղաքական բանտարկյալ պիտի որոշեն։ Կա 5 չափորոշիչներ հայտնի Եվրոպայի խորհրդում ընդունված այդ չափորոշիչներով պետք է գնահատվի եւ դա պիտի գնահատեն մասնագետները անաչառ անկողմնակալ ոչ թե քաղաքական դրդապատճառներով գնահատականներ տան, դա արդեն կլինի սխալ գնահատական։ Այդ չափորոշիչներին եթե կհամապատասխանի, այդպես կհամարվի եւ դրա ընթացակարգներ կա, Եվրոպայի խորհուրդ կա, որ զբաղվում է այդ ամեն ինչով։ Եթե այդպես լինի, միանգամից մոնիտորինգի հանձնաժողովը դրան կարձագանքի, զեկուցողները կարձագանքեն եւ համապատասխան անաչառ մարմինները գնահատական կտան, ոչ թե ով երբ ուզենա իր նախասիրություններից, իր քաղաքական ենթատեքստերից ելնելով որոշի ով ինչ բանտարկյալ է։ Երբ 90-ականների սկզբին դաշնակցական գործիչներն էին հայտնվել ճաղերի հետևում, այդ միջազգային կազմակերպություններն ու կառույցներն էին գնահատական տվել, որ նրանք քաղաքաբանտարկյալներ էին։ Դժբախտաբար չկար այդ ժամանակ այն չափորոշիչները, որ հիմա գործում են, ավելին ասեմ, այն ժամանակ, երբ որ մենք բանտերում ենք, Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ չէր, եւ դա էր երևի սանձազերծել իշխանություններին, որ ինչ ուզենան անեն։ Բավական են մի քանի փաստեր առնվազն իրենց հայտարարությունները, որ կատարվել են։ Այսօրվա եթե գնահատականները վերցնենք 5 չափորոշիչները եւ անցած փաստերը համադրենք, միանշանակ քաղաքաբանտարկյալ են։ Բայց քաղաքաբանտարկյալը ո՞նց է լինում, եթե օրինակ ես բանտարկվում եմ 2 մահապատժի ենթակա հոդվածներով, ընդհանուր գումարային 65 տարով, բայց հետո դատարանը որոշում է, նույն իրենց դատարանը վերավորակավորում է, փոխում է պատժամիջոցները եւ 3 տարի է որոշում պատիժը։ Այսինքն անգամ այդ ամենը սպարս դիտակետից նայելով երևում է, որ քաղաքական ենթատեքստեր են եղել։ Բայց դժբախտաբար այդ ժամանակ Հայաստանը այդ կառույցի անդամ չէր։ Ոչ էլ CPT-ի անդամ էր, որտեղ խորհրդանգումների կտանքների հատուկ կոմիտե կա, որը զբաղվում է նույն այդ հարցերը քննելով։ Դրա համար էլ սանձարձակ գործում էին, պաշտպանին, եթե դու ամիսներով չես տեսնում, տեսակցություն չես ունենում, չեն հանում ուղղակի զբոսանքի, լողանալ չեն թողնում, ես ամենը փաստեր են, բայց այն ժամանակ չկար այդ մեխանիզմը դժբախտաբար, հիմա կա։ Ռուստամյան շարունակելով նույն թեման, ձեզանից հետո Հայաստանում քաղաքաբանտարկյալներ եղել են, թե ոչ։ Այդպիսի 5 չափորոշիչներով հայտարարված քաղաքաբանտարկյալ չի եղել։ Նկատի ունեմ Եվրոպայի խորհրդի չափանիշները արդեն գործել են դրանից հետո, Հայաստանը անդամակցել է։ Դրանից բացի, եթե օրինակ ձեր ժամանակ էլ Եվրոպայի խորհրդի չափանիշները գործեին, հնարավոր է դուք էլ չհամարվեք քաղաքաբանտարկյալ։ Դե գիտեք, այդ ենթադրությունները անցյալի եւ ապագայի հետ կապված այնքան անորոշ են, որ ես չեմ կարող ասել ինչ կլիներ, բայց ես ասում եմ փաստերը, որ այս չափանիշները գործելուց հետո որևէ մի հայտարարություն առայն, որ Հայաստանում կա քաղաքաբանտարկյալ, նույն Եվրոպայի խորհրդում չի եղել, դա փաստ է։ Չի եղել, որ անձանց, որ կանվանվեն քաղաքաբանտարկյալներ, այդպիսի ցուցակ չկա։ Խոսքը ձեր գնահատման մասին է, զուգահեռներ անցկացնելով ձեզ հետ, անկախ ուրիշների գնահատականից, չափորոշիչներից, ձեր գնահատմամբ քաղաքաբանտարկյալներ եղել են, թե ոչ, որ նման են եղել ձեր կարգավիճակին։ Ես խոսքի արժեքը գնահատում եմ եւ երբեք չեմ փորձի գնահատել մի բան, որի մասնագետը չեմ։ Ես այդ ամենը մինչեւ չիրականացնեմ 5 չափորոշիչներով կարողանամ գնահատման հստակ պրոցես ունենալ անցկացնել, փաստերն արձանագրել, նոր կարող եմ դրա մասին խոսել, բայց ենթադրություններ անելը դա իմ գործը չի, թող անեն նրանք, ովքեր ենթադրություններ են անում եւ հետո չեն ամաչում, որ իրենց ենթադրությունները տեղի չունեցան։ Ես չեմ գնահատել, ես երբեք չեմ գնահատել։ Ինձ անգամ ասել են ինչի՞ չեք արդարացրել, չեք գնացել արդարացման, ես ասել եմ չեմ ուզում արդարանալ, որովհետեւ ես համարում եմ, որ այդ իշխանությունների դեմ պայքարել եմ։ Այդ պայքարի համար նախատեսված է եղել, առնվազն կոչերի համար նախատեսված է եղել պատիժ։ Ես համարում եմ, որ եթե ես հիմա գնամ արդարանամ, դուրս կգա, որ ես այդ կոչերը չեմ արել։ Լավ էլ արել եմ, լավ էլ պայքարել եմ, նստել եմ, դրա համար չեմ զղջում։ Մի հատ էլ լինի, նույնը կանեմ։ Նորից եմ կրկնում,
ով է որոշում։ Ես ասացի, որոշման չափորոշիչը որն է։ Այդ որոշման չափորոշիչը կիրառվի, կհայտարարվի, բոլորն էլ կհասկանան, որ դա այդպես է։ Ես մի ենթատեքստ կունենամ, մյուսը ուրիշ քաղաքական դրդապատճառ կունենա։ Այս վիճակից եկեք դուրս գանք, էլի։ Զրույց։ Նորից եմ կրկնում, նա նույնն է ասում։ Դուք ասում եք մենք հավանական ենք։ Կներեք այլ հարցեր էլ Այո, կան։ ես ասեցի, եթե վերցնենք այն հայտարարությունները, որ կատարել են, որ այդ չափորոշիչները գոյություն ունեն, այդ բաները մենք քննարկել ենք։ Ես խոսել եմ նաև մեր նույն մասնագետների հետ։ Մոնիտորինգի հանձնաժողովում ես ներկայացրել եմ իրենց այդ հարցերը, ասել են, եթե այն ժամանակ դա լիներ, մասնագետների հետ եմ խոսել, ես մասնագետների հիման վրա եմ դա ասում։ Այո, ասում եմ, միանշանակ մենք դա կամարենք, որ այս չափորոշիչներից մեկն է։ Լսումներ են եղել։ Հարգելիներս, 4-5 տարի Եվրոպայի խորհուրդը զբաղվել է այս հարցով շատ ինտենսիվ կերպով, եւ դուք գիտեք, որ նույն Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որպեսզի դա տեղի չունենա։ Միակ երկիրը, որ ցանկ ունի, որտեղ իսկապես թվարկված են անձիկ, որ քաղ բանտարկյալ են, դա Ադրբեջանն է։ Ուրիշ այդպիսի դեպք տեղի չունի Եվրոպայում, երբեք չի եղել դա։ Պարոն Ռուստամյան, ԱԺ-ում հայտարարվեց Վարդգես Գասպարիի նկատմամբ խոստանգումների մասին, ոչ մարդկային վերաբերմունքի մասին, քանի որ դուք արդեն պատասխանատվություն եք կրում ներկա իրավիճակի համար, չեք փորձել հետաքրքրվել, խախտվում են արդյոք այդ մարդու իրավունքները, թե ոչ, գնացել եք կալանավայր, թե ոչ։ Կալանավայր չեն գնացել, ստորագրահավաքին միացել ենք, ինչպես գիտեք, բայց նաև հետևելու ենք, որպեսզի բնականաբար այն ինչ որ հայտարարվում է եւ դրա մասին նաև ազգային ժողովում է հայտարարվել, համապատասխան մարմինները դրանով զբաղվում են։ Հիմա պարտադիր չի անձամբ մենք դա անենք, բայց մենք հետևում ենք, որ այդ գործընթացը պատշաճ իրականացվի եւ առնվազն հստակ դառնա այն հայտարարությունները, որոնք կատարում են իսկությանը համապատասխանում է, որն է ճիշտ, որը սխալ է, թաց ու չորից պետք է անջատվի այս ամեն ինչը, որ կարողանանք հասկանալ ինչի մասին է խոսքը գնում եւ մենք էլ մեր մասնակցությունը բերենք։ Անկախ նրանից անձը ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, նա ունի երաշխավորված իր իրավունքները պաշտպանելու իրավունք եւ այդ ամենը մենք պետք է կարողանանք նույնպես մեր միջոցներով ապահովել եւ դա մենք անել ենք։ Այն ինչ որ ասում ենք կտանքների հետ կապված, ել եմ ասում, մենք ունենք շատ հստակ պարտավորություններ եւ կա մեխանիզմ։ CPT-ին պետք է արագ արձագանքի դրան, որպեսզի կասկածանք չառաջանա։ Հիմա մեկը գիտեք կարող ասել գնացել եմ, տեսել եմ, ասում են չէ, այդպեսի բան չկա։ Մյուսն էլ հայտարարում է, որ ոչ կտանքներ են եղել, էս է եղել են եղել։ Այդ ձեր բոլոր ասած փաստերը պետք է համապատասխան ձևով ապացուցվի, ոչ թե միայն մի կողմին լսելով, այլ պետք է դրանք փաստվեն իրականությանը համապատասխանեցնելու իմաստով կատարվի համապատասխան գործընթաց, անաչառ, անկախ մարդկանց միջոցով, եւ դրա մեխանիզմը կա։ Այդ գործիքը, որի մեջ մենք գտնվում ենք, CPT-ին իսկապես ունի այդ հնարավորությունը, եւ այդ խումբը պետք է արագ արձագանքի, դա իր պարտականությունն է։ Եվ այդ ամեն ինչը կատարի հրապարակի, մենք էլ այդ հրապարակած նյութը պետք է ընդունենք ի գիտություն եւ դրանից եզրակացություններ ունենք, համապատասխան քայլեր կատարենք։ Տեսեք, խցում ծեծվելը դա բոլորովին այլ դրդապատճառներով կարող է տեղի ունենալ։ Եթե դա տեղի է ունեցել հարցաքննության ժամանակ, դա տեղի է ունեցել, ասենք, իրենից ինչ որ ցուցմունքներ կորզելու իմաստով եւ այլն, դրանք բոլորը տարբեր հարցեր են, տարբեր էպիզոդներ են եւ տարբեր նշանակության խնդիրներ են, որոնց պետք է իսկապես արձանագրել ըստ արժանավույնս։ Իսկ եթե ինչ որ վեճ է եղել խցում օրինակի համար, դա շատ հավանական է։ Մոտ 3 տարի ես խցում եմ եղել, այնքան ծեծու ջարդ է եղել, ինչի մասնա խոսքը, բայց ես դա չեմ համարում, որ եղել է անպայման ինչ որ կազմակերպված։ Գողական աշխարհ է։ Ընդ 1000 մի բան կարա լինի։ Այսինքն մի հատ պետք է տարբերենք, տարանջատենք, ինչ ա եղել, որից հետո կարողանանք ճիշտ եզրակացնել։